Փաշինյանն ու Ալիևը կիսում են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Այս մրցանակն անցյալ հակամարտություններից հրաժարվելու ընտրության, խաղաղության հաստատման, մարդկային ճակատագրերի փոփոխության համար են ստանում անհատները, նախաձեռնությունները կամ պետությունները։ Որ կատեգորիայում են Ալիևն ու Փաշինյանը։ Ճակատագրեր են փոխվել, ընդգծում է պատգամավորը։ Մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել, 5000-ից ավելի տղաներ զոհվել։ Սա է իրական փոփոխությունը, նշում է։ Մրցանակի առաքելությունը, որ կարդում ես, ինչ կապ ունի Փաշինյանը այդ ամեն ինչը։ Այդ Փաշինյանը խաղաղություն է բերել։ Փաշինյանի ժամանակ պատերազմը չբռնկվեց, խաղաղ Արցախը Փաշինյանի ժամանակ չկլանվեց Ադրբեջանի կողմից։ Մեկ հարթակի կանգնել ու մարդկային եղբայրության մրցանակ ստանալ Ալիևի հետ կնշանակի դիվանագիտական զիջման գնալ, կարծում է Խաչատրյանը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշում է, այս մրցանակն ավելի շատ Ալիևին է պետք իր բռնապետի պիտակը մաքրելու եւ նոր կերպարանք ստանալու համար։ Բացի այդ, սա այլ հաղթաթուղթ է դառնալու Ադրբեջանի համար։ Ադրբեջանի համար ամենակարևորը միջազգային, այսպես կոչված հանդիպության, իսկ իրականում առաջատար երկրները, եթե խնդիր ունենան իրենց առաջ հարցեր բարձրացնեն, ես նորից եմ հիշեցնում, ինչպես Թուրքիայի առաջ բարբերաբար բարձրացնում է 15 թվականի ցեղասպանության հարցը։ Ադրբեջանի նախագահ կարող է ցույց տալ այս համաձայնագրերը, ցույց տալ խաղաղության մրցանակները եւ ասել, որևէ խնդիր չկա, էջը փակված է։ Այսինքն այս հարցով փորձում են փակել Արցախի հարցի դիվանագիտական ճանապարհը։ Չկա բողոք, կա եղբայրություն, նշում է Արթուր Խաչատրյանը։ Եթե եղբայրներ ես հայտարարում ես, նշանակում է հետագա որևէ բան չես ներկայացնելու։ Արցախահայերի վերադարձի իրավունք, գերիների վերադարձի իրավունք, մովերիկենաս ասես զորքերը դուրս հանի, կասեն, բայց իր մեջ խաղաղություն է։ Հենց տենց հարցը բարձրացնես, որ Ադրբեջանի հետ հանկարծ հարաբերությունները փչանան։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը ստեղծվել է 2019 թվականին Աբու Դաբիում կայացած պատմական հանդիպումից հետո։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը համատեղ ստորագրել են մարդկային եղբայրության փաստաթուղթը, որն ուղղված էր համաշխարհային խաղաղության ու համերաշխության խթանմանը։ Միջազգային մարդասիրական մրցանակը շնորհվում է 2021 թվականից։ Մրցանակային ֆոնդում 1 միլիոն ԱՄՆ դոլար է։ 2026-ին ստանալու են Փաշինյանը, Ալիևն ու Աֆղանստանում կանանց եւ երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Զարքա Յավթալին։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։